Աստուծո Սուրբ Խոսքեն պիտի գարտացվի Ավետարան ըստ Ղուկասու 20-րդ գլուխ 39-ն մինչև 43 համարները։ Ղուկաս 23, 39, 43։ Լսենք Աստուծո Խոսքը։ Եվ այն գախված չարակորձներեն մեկը հայհոյություն գներ անոր Հիսուսի ու գսեր. Եթե դուն Քրիստոսն ես, ազատե քո անձդ ու մեզալ։ Իսկ մյուսը պատասխան տվավ եւ զանիկա հանդիմանելով ասավ. Դուն Աստուծո մեջ չես վախնար, որովհետև մեր ըրածներուն արժանավոր հատուցումը գարնենք, բայց ասիգա քեշ բամը չրավ։ Եվ Հիսուս ասավ Հիսուսի. Տեր, հիշեզիս, երբ քու թակավորությունովդ քաս։ Հիսուս ասավ անոր. Ճշմարիտ կսեմ քեզի, Տուն այսօր ինձի հետ թրախտի մեջ պիտի ալլաս։ Դերը օրհնե իր Սուրբ Խոսքին ընթերցումը։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, մինչ կխորհենք եւ կլսենք մեր փրկին Հիսուս Քրիստոսի վերջին օրերուն, վերջին վարյաններուն մասին։ Դուր մեզի այն արթնությունը եւ սրդի ըսկայունությունը, որ անդրադառնանք թե այս խոսքերը գենաց խոսքեր են, կյանքի խոսքեր են։ Այս խոսքերը գուդաս մեզի, որբեսի մենք կյանք ունենանք եւ խորանանք Հիսուսի հետ մեր կյանքին մեջ։ Օգնե, որ եթե այս խոսքերը համարները շատ ծանոթ լան մեզի, թող նորի բեսքա մեր ագանչին մեր սրտերում։ Խնդրենք Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Հրավերը գուկա Աստծո խոսքեն, Աստծո խոսքն է, որ այսօր հիմա մեզի գխոսի։ Աստծո խոսքն է, եւ մենք գիտենք, որ երբ Աստծո խոսքը գսենք, մենք նաեւ կագնարկենք Հիսուս Քրիստոսի մասին։ Աստծո խոսքը մեզ կհրավիրե, որ ներկա ըլլանք հավատացյալի համար ամենն դժվար բահին։ Հավատացյալի համար ամենն դժվար բահը Քրիստոսի խաչին մոտ լալն է։ Գերքենք, քիչ ճյուրուն գերքենք խաչին մոտ լալու մասին։ Բայց եթե խորհենք ամենն տխուր, ամենն ցավալի դեղն է։ Ardոնություն չունենք մեր գլուխը, մեր թեմքը դարձնելու ուրիշ տեղ, կամ ծևացնել թե հոն չենք, կամ մեր մտքի մեջը սավառնիլ ավելի ուրախ վայրիմը։ Հոն է, մեր արջևն է։ Եվ գստիպե մեզ, որ մտածենք, թե ինչ կապ ունենք այսօրվա հատվածին նայելով, ինչ կապ ունենք այդ երեք անձերու հետ, որոնց մարմիններում մեջ են կամեր կամված են, որոնք իրենց վերջին շունչը գարնեն, որոնք խոսքեր գխոսին, որ հավիտենական իմաստ
հավերինական գշիրք ունին։ Խոսքեր, որոնք գուցե մեր սրտին նաև խոսքերն են։ Ներկա ենք, այնտեղ ենք։ Չդարձնենք մեր երեսները, չգարձրացնենք մեր սրտերը, մտնենք այդ դեսարանին մեջը եւ գիտնանք, թե ինչ որ մեր Տերը խոսեցավ եւ այդ մյուս երկու անանուն անձերը խոսեցան, այդ մարդերը, որ խաչերուն վրա գմերնեին, գվախճանեին, այդ խոսքերը միայն իրենց համար չէր, այլ նաև մեզի համար։ Ներկա ենք, հասած ենք այնտեղը, որ կգոչվի կակատ կամ քանգ։ Մեր հայերեն Աստվածաշունչի մեջը կակատ բառը, որ կորցածվի, կուկա մեզի հին լատիներեն թարգմանութեն են Սուրբ Կիրքին, բառը, որ կնշանակե քանգին վերևի մասը, ինչ որ մեր Սուրբ թարգմանիչները կորցածին գրաբար Աստվածաշունչը թարգմանելու համար։ Լատիներենով Calvarium բառն է, որ անգլերենով եղավ Calvary, եւ անոր համար մեր Աստվածաշունչի մեջը 32-րդ համարի մեջը կգոչվի կակատ, քանգին կակատը։ Այսինքն բլուրմն է, որ կնմաներ քանգիմը վերևի մասը։ Եվ հերու չէր քաղաքեն, թեպետ հոգևոր երգեր կան եւ նկարներ կան, որ նկարագրեցինք որպես հերի մեկ բլուրի վրա, ինքը հերու չէր։ Ինքը քաղաքին Երուսաղեմ քաղաքին Բարիսպին ճիշտ դուրսն էր։ Եվ ճանապարհը ճիշտ եզերքն էր, որբեսի ով որ քալելով քաղաք կմտներ գելեր, տեսներ այդ խաչերուն վրա կախված մարդիկը։ Ինչպես այսօրալ իշխանավորներ գուզեն տեսնել, թե ով ինչպես կպատժվի, այն ադենալ ինչ որ հռոմեացի իշխանավորները, դիրակալները գուզեին, որ մարդիկ տեսնեն պատիժը կործածրված։ Գարկ ու կանոն կար հռոմեական կայսրության մեջ։ Եվ ժողովուրդը, որ կանցնեին, կրնային տեսնել անոնց թեմքերը, տեսնել եւ լսել իրենց հանցանքները, տեսնել այն տխուր վախճանը ոճակորձներու, չարակորձներու, անշուշտ ոճիները, որ կկորձեին, լուրջ ոճիներ էին եւ ինչպես մարդասպանություն եւ ինչպես գողոպտել եւ երբեմն մեջգարներ պետության թեմ արարքները բռնագալներու թեմ եւ այդ խաչերը հիշեցում էր ժողովրդին, որ հիշեն չի մոռնան, թե դիրակալը ով է, դիրաբեդողը ով է իրենց երկրին վրա, որբեսի իրենց մտքեն հերացնեն ովևէ խաղապար ազատագրումի մասին։ Մենք կեցած ենք այնտեղը, խաչերուն մոտ, Տեր Հիսուսի քանիմը ընկերներու հետ, քանիմը հռոմեացի զինվորներու հետ
դերոջ մորը հետ և մյուս գին հետևորդներու հետ։ Քանի մը հրյա առաջնորդներու հետ և քանի մը հոգի, որոնք լսած էին Հիսուսի վարդապետությունները, տեսած էին իր հրաշքները, որոնց սրտերը դերևս շարժած էր քիչ մը իր խոսքերու մասին, դերևս քանի մը հոգի, որոնց մարմնին վրա Հիսուս իր ցերկը թրավ և հուժեց։ Գային մարդիկ, որոնք գողջունեին Հիսուսի խաչելությունը, գային ոմանք, որ գսարսափեին անգե, և գային մարդիկ, որոնք անդարբեր էին անոր մասին։ Եվ բոլորը մեկտեղ հավաքված գտիդեին հռոմեական արդարությունը իրենց աչքին առջև, մահապատիժը, որ գործադրվեր։ Հիսուս և երկու ոճրագործ։ Մեր աչքերը կսևերենք այս երեքին վրա։ Մեկը մեր սրտին շատ սիրելի, մյուս երկուկը պիտի չուզեինք իրենց մոտիկ ըլլալ, մեկը Աստուծո մաքուր, սուրբ, անպիծ գարը, մյուսը թադավարտված ոճրագործներ, մեկը որ ճիշտ Աստուծո ընդունելի զոհին կնմաներ, զոհը որ ընդունելի էր տաճարի մեջը, և մյուսները, որոնք պետք է տաճարեն շատ հեռու մնան, և ովևէ չափորոշիչով մերժվելիք անձեր էին։ Հիսուս առաջնորդվեցավ մահապատիժի այդ վայրին, քարի պես, ինչպես քարը իր չարթվել են առաջ կառաջնորդվի, մյուս երկուկը կառաջնորդվին նույն տեղը, ուր Հիսուս կա։ Եվ այդ բառն է, որ Ավետարանիչը գործածե դարվելու համար, դարվեցան, այսինքն ինչպես ոչխարը կդարվի տաճար կամ ովևէ տեղ զոհի համար։ Բարի հովիվը չէ առաջնորդողը, այլ թահիճմն է, որ իր սովորական գործը կնե։ Այս երկու ճարագործները Հիսուսի հետ կմիանան և կգազմեն այդ համայնապատկերը, որ կգոչվի փրկության տեսարանը։ Երևակայեցեք, երկու ոճրագործ և մեր փրկիչը։ Աստված կուզե, որ մենք թեմ հանդիմանանք այս բոլորին հետ և տեսնենք, թե ինչ պատկամ ունին այսօր։ Որպեսզի տեսնենք, թե ոճրագործներուն թագավորը, որ մեջտեղը քամված է խաչին վրա, որ ոճրագործ էր պետության համար, Աստված կուզե, որ տեսնենք, թե այս թագավորը քահագալված խաչին վրա իր խորհրդատու ոճրագործներու հետ իր ցախին և աչին ինչ պիտի ասեն մեզի։ Պետք է տեսնենք, որ Հիսուս այս երկուքին հետ է։ Եվ պետք է տեսնենք, որ Հիսուս չի փողոքեց, ցայն չի բարձրացուց, որ ասոնց հետը ըլլա։
ինք չի մերժեց եւ չի մերժեր, որ մեզի պես մարդ արարած եղավ։ Տեր Հիսուս եղավ եսի պես, մեզի հետ ապրեցավ։ Տեր Հիսուս հոգնեցավ եւ պետք ուներ քնանալու, պետք ուներ ուդելու, պետք ուներ ցավ ըսկալու, մարմնական ցավ մանավանդ հիմա, պետք ուներ իբր մարդ ցավ եւ դխրություն ըսկալ եւ լացնալ գիտեր, պետք ուներ մգրդվելու, հակառակ որ անմեղ էր եւ մգրդությունը մեղավորներու համար էր, պետք ուներ ըսկալու եւ ըսկած ընտանեկան սեր եւ նաեւ ընտանեկան գորուստ, երբ իր մտերիմները կմեռնեին կամ երբ իր մտերիմները կթավաջանեին իրեն, պետք ուներ եւ ըսկած ինչպես եւ որ մեկը բարձաբես քու դալիքդ կուզե, բայց քեզի հետ չուզեր կորձ ունենալ, ճաշ պիտի բաժնե, ծրի, անորամար կուքային Հիսուսի ետևեն, եւ նաեւ անշուշտ ճաշակեց ադելություն, անպատճառ առանց պատճառի ադելություն եւ ընդունեց այս բոլորը իբր մարդ, իբր մարդեղացած Աստված, որովհետեւ մեզ սիրեց եւ կնհազանտեր իր հորը։ Ուրեմն այս երկու ոճակորձներու հետ նորությունը չէր Հիսուսի համար։ Միակ տարբերությունը այն էր, որ հացահայտ էր, թե ինչ տեսակ մարդ էին։ Երբ Հիսուս ճաշեց, սեղան նստավ մաքսավորներու եւ մեղավորներու հետ եւ ընդունեց զիրենք Աստուծո թագավորության մեջ, թադաբարդվեցավ անոնց կողմեն, որոնք մաքուր էին, որոնք աստվածապաշտ էին, որոնք օրինազանց անձեր չէին, իրենք այն համոզումով էին, ինչ որ մեր հայկական արածը գսե, թե չար ընկերակցությունը բարի վարգը կապական է, այսինքն բարի անունը կապական է։ Սակայն Տեր Հիսուս մեզի պես չէր, երբ վատ ընկերակցության մեջ էր։ Իր հոգիովը գաստեր այդ վատությունը կամ այդ չարության գաստեր, որբեսի այդ անձերը դեպի բարի փոխվին։ Ուրեմն փոխանակ փախուստալու անոնցմե, որոնք մեր հաշիվով մեղավոր են, որոնք մեզի չափ բարի լավ մարդիկ չեն, մեզի չափ մաքուր չեն, եւ որ մենք ալ գլեցվենք Աստծո հոգիովը, մենք ալ գրնանք աստել մեր շուրջ եղող չարության, կամ անձեր, որոնք չարության կհետևին, եւ մեր ներկայությունը, երբ որ Սուրբ Հոգին մեր մեջն է, գրնա աստել իրենց թեպի բարի, թեպի Հիսուս։ Բայց ատկե ավելի, երբ որ Աստծո Հոգին կուքա մեր մեջ եւ գսորվեցնե մեզ եւ կարաշնորհե մեզ, կրնանք դեսնել, թե ինչպես գերևինք Հիսուսի աչքին առջև։ Կրնանք տեսնել, թե մենք այդքանալ հիմնովին տարբեր չենք անոնց մե, որ մենք ուզենք փախչիլ։
հիշենք այդ անձը, որ իբր թե Աստծո գաղութ էր, բայց ինքզինքին գաղութ էր, ասելով ով Աստված, շնորհակալ եմ քեզ մե, որ ուրիշ մարդոց պես չեմ հափշտակող, անիրավ, շնացող եւ կամ այդ մաքսավորին պես։ Հիշեք այդ փարիսեցին։ Բայց եթե ուզենք անգել ձլալ, կրնանք ավելցնել այդ աղոթքին վրա եւ ուրախ եմ, որ այդ չարակորձին պես չէ, որ խաչին վրա գախված է, աչը կամ ցախը։ Երբ Հիսուս կամված է խաչի վրա, խաչը, որ այդքան մեծ արժեք, բարձր արժեք ունի, մեզի համար իբր հայ եւ իբր քրիստոնյա, պետք է տեսնենք, թե Հիսուս երկու թադաբարդված ոճրակորձներու մեջտեղը դրված է։ Եվ ոչ միայն որբեսի Եսայա մարգարեին խոսքը գադարվի, հանցավորներու հետ սեպտեցավ այդ համարը գիտեք, բայց տեսնելու համար, թե Աստված երբ որ մարդացավ Քրիստոսով եւ մեր մեջ բնակեցավ, այդ մեր մեջը հրեշտակներու մեջ չէր, մեղավորներու մեջ։ Եվ ուրեմն երբ որ քիչ մնալ գտիդենք այս տեսարանը, պետք է քանքթեմ հանդիման մեր ինքնաբատկերին հետ։ Պետք է մտածենք, թե մենք ինչ կմտածենք տարբեր էական, հիմնական նյութերի մասին, ինչպես Թատաստան, ինչպես ողորմություն, ինչպես հավատք եւ օրենքին ծանր բաներու մասին։ Մեզի չինար մենք մեզ արդար հրճագել եւ ուրիշներ մեղավոր, մանավանդ երբ գիտենք մեր սրտի խորքին մեջը, թե այդպես չենք։ Եվ որ քննենք մեր սրտերը, կտեսնենք, թե արդարությունը, արդարադատությունը, արդար բադիժը ուրիշներու համար են, իսկ շնորհքը եւ ողորմությունը մեզի համար։ Թերևս մտածենք, թե արդարությունը բոլորին համար է եւ մոռնանք, թե Աստծո աչքին մեջը ողորմությունն ալ բոլորին համար է։ Երբ մոտենանք Քրիստոսի եւ հավատքով մոտենանք եւ որքանալ մոտ ըլլանք իրեն եւ որքանալ տեսնենք իր ոչ միայն իր չարչարանքը, բայց նաեւ իր հաղթանակը, իր բերած փրկությունը, գանցրատարնանք, թե մեզ ովևէ մեկը չստանար այդ ինչ որ արժանի է ստանալու, այլ կստանանք այդ ինչ որ Աստված գիտե որ պետք ունենք։ Ուրեմն նորեն հարցտամ, ես ինքս կտեսնեմ այդ ոճրակորձներուն հետ կամ մեջ, կամ արդյոք կծածկեմ անոնց թեմքերը, եթե դեսարանը գրնակ ձեր երևակայության մեջ պահել, անոնց թեմքերը կծածկեմ իմ թշնամիներուս թեմքի թիմանագարներով։ Ավելի ճյուրն կմարսենք տեսարանը։ Մենք եւ որ կհավաքվենք պաշտամունքի, ամեն պաշտամունքին, պետք է սկսենք կամ հատկապես ներողություն, հատկապես այս պաշտամունքին, երբ որ այդ երեք խաչերը կան մեր մտքի պատկերին բաստարին վրա, պետք է այդ ոճրակորձներուն թեմքերուն վրա հայելի տնենք։
որպեսզի երբ մոտենանք եւ իրենց թեմքերը տեսնենք, մենք մեր թեմքերը տեսնենք։ Անորամար այդքան կարևոր է, որ ովևէ պաշտամունքի մեջ մեր մեղքերը խոստովանենք, որպես անհատ եւ հավաքապար։ Ինչպես Եսայի մարգարեն ըրավ, երբ դեսավ Աստծո ներկայության մեջ մտավ եւ ասավ վայ ինձի, ահա կգործվիմ, վասնզի իլց շրթունք ունեցող մարդ մնեմ ու բղձաշուրտն ժողովրդիմը մեջ կպնագիմ եւ իմ աչքերս զորած Տերը թագավորը տեսան։ Ու երբ խոստովանենք մեր մեղքերը, հավատքով երբ խոստովանենք մեր մեղքերը, ինչպես ներսես շնորհալին աղոթքը կսկսի, երբ հավատով խոստովանենք, կընդունենք այն բարի լուրը, թե Աստված Քրիստոսով մեր մեղքերը ներած է եւ մեզ հրավիրած է նոր եւ արդար կյանքի։ Այսօր համար է, որ մեր Տերը չարչարվեցավ։ Չարչարված Աստուծո ծառան իր վրա արավ ինչ որ իրը չէր, այսինքն մեր մեղքը, մեր չարակորձությունը, որբեսի մենք մեր վրա առնենք ինչ որ մերը չէ, Քրիստոսի արդարության պատմուջանը։ Մնանք քիչ այդ երեք խաչերուն առջև։ Որովհետև եթե նույնիսկ ընդունենք այս տեսարանը որպես էական տեսարան հավատացյալի համար, որ թիդե կխորիմ թե մեզ շատեր, եթե ոչ ամենքս, պիտի նախընտրենք միայն անոնց մեկուն պես ըլլալ, կամ մենք մեզ տեսնել միայն մեկուն մեջ, at որ հավատք թավանեցավ։ Մենք թերևս կխորենք, թե ունենք այդ հավատքը, որ այդ մեկ հատ ուներ, որ խնդրեց, որ Քրիստոս զինք հիշե, երբ իր թագավորությունով կա։ Բայց պետք է մենք մեզ տեսնենք երկուքին մեջ։ Եվ մենք մեզի պաշտոնի հավելում չի դանք։ Պետք է տեսնենք, թե Հիսուսի հետ ըլլալը անպայման չի նշանակել, որ մենք ընտրած ենք զինք իբրև դեր եւ փրկիչ կամ որոշած ենք իրեն հետևելու։ Այդ երկու չարակորձները դարվեցան Գողգոթա, ուր որ Հիսուս արդեն գար, իսկ եթե մենք խոնարհությամբ հարաճանանք, դարվինք այդ տեղը եւ չանդեսենք, թե ովևէ մեկու ներկայությունը ներառյալ այդ երկուքին ներկայությունը Հիսուսի հետ շնորհքով է։ Շնորհքը, որ կփրկե, շնորհք, որ կդրվի անոր, որ կհավատա, թե սրի բարգև է Հիսուսի հետ ըլլալը, որբեսի մեկը չի բարձենա, այլ շարունակե այն կործերը կործել հավատքով, որն Աստված կանչած եզինք։ Կանչված ենք ոչ թե խաչին դարվելու համար, անշուշտ, այլ հոժարությամբ խաչին մոտ ըլլալու համար։ Հիսուս գսե, որ որ գուզե իմ ետևես կալ, ուզելով իր անձը
պետք է ուրանա եւ իր խաչը վերցնե եւ իմ ետևես երթա։ Ուզելով է, ուրեմն ուզենք Հիսուսի մոտ ըլլալ, որ կնշանակե իր խաչին մոտ ըլլալ։ Ուրեմն այս դժվար բանը պիտի խնդրեմ ձեզ մե, որ դուք ձեզ տեսնեք այդ առաջին չարակորձին մեջը։ Իր մարմնի մեջ են կամեր կամված էին, գեցած էր իր կամքին հակառակ եւ հայհոյություն գներ Հիսուսի, կրնանք տեսնել մեզ այս անցին մեջը, երբ մենք կդարաբինք, կհուսահատինք, անել վիճակներու մեջ կգտնվինք, ինչ կարտահայտենք, մեր սրտերեն ինչ ցայն գել է, եթե մենք կճանչնանք Աստված եւ կընդունենք, որ Հիսուս Աստծո ջամփան կսորվեցներ, եթե նույնիսկ Հիսուս որպես Տեր եւ Փրկիչ ընդունած ենք, դերևս մեր զարույթը ուղղակի իրեն կարտահայտենք, եւ եթե մեր տարաբանքը երկարի կամ մեր սիրելիներուն տարաբանքը երկարի, կրնա լալ, որ այս խոսքերը մենք ալ կարտահայտենք Աստուծո։ Ինչ որ այդ մարդը արտահայտեց շատ բնական է, շատ մարդկային է եւ մինչեւ իսկ շատ դեսնված է, երբ հավատացյալներ նույնիսկ շատ խոր դարաբանքի մեջ ալան։ Ինքը բարձրացանցավ եւ արձանագրվեցավ։ Տուն Քրիստոսն ես, Փրկիչն ես, ուրեմն փրկե։ Ինչ կեցերս, մեզ բոլորս փրկե։ Կոչեց զինք Քրիստոսը, Աստուծո օձյալը։ Այո, բորած իրեն, բայց իր թեմ չի բորած։ Կարգ մեկնաբաններ կսեմ, որ այս մարդը մերժեց Քրիստոսը, ես վստահ չեմ ադոր։ Մանավանդ որ բնակրի մեջ չի գա անիկա, բայց իր ցավը գա։ Կրնանք տեսնել այդ ցավը եւ կրնանք տեսնել մենք մեզ իր մեջ։ Ուրիշ մեկը գար, որ նման արտահայտություն ունեցավ։ Անունը Սիմոն էր, նաև ճանչված իբրև Պետրոս։ Նախ զինք Հիսուս, այսինքն կոչեց Քրիստոսը, ինչպես այդ ոճրակորձը հրավ։ Եվ երբ խաչին խոսքը եղավ, եւ Հիսուսը ասա, որ ինք պետք է Երուսաղեմ երթա եւ մեծ չարչարանքներ կրե կրոնական բետերուն ցերքեն եւ սպաննվի եւ հարություն առնե երրորդ օրը, ինչ էր Ժայրին, Պետրոսին պատասխանը, հանդիմանեց Հիսուս եւ ասավ, «Քավլիցի քեզ դեր, այդ բանը քեզի չլա, մի մտածեր, Քրիստոսը Աստծո օձյալը կորձ չունի տարաբանքի հետ, չարչարանքի հետ, կամ խաչելության հետ։ Եվ Հիսուս դարձավ եւ հանդիմանեց իրեն։ Եվ ասավ, որ քու խոսքերը սատանայի ջամփան նկարագրե, ոչ թե Աստուծո ջամփան։ Եվ ետքը հիշեցուց բոլորին իր հետևորդներուն, թե իրենք ալ խաչ ունեին վերցնելիք։ Չեմ գնար այսօրվա հատվածը գարթալ եւ համոզված չլալ, թե
այդ ամփոխներու մեջը, որ Հիսուսի ետևեն գերտային, որ Հիսուսի ուսուցումները լսեցին, որոնք մտածեցին Աստծո թագավորության մասին Հիսուսի խոսքերու մեջը, որ այդ ոճրակորձը կամ ավելի ճիշտ այդ երկու ոճրակորձները ներկա չէին այդ ամփոխի մեջը։ Լսելով, մտածելով, փորձելով հավատալ, չմոռնանք, որ կրնաս ոճրակորձը լալ եւ Հիսուսի հավատալ։ Կրնակ ոճրակորձ լալ եւ հավատք ունենալ եւ այդ հավատքը կրնա քեզ հերացնել այդ չար կյանքի ճանապարհեն։ Չտնենք այդ ոճրակորձը դուպի մեջ եւ փագենք այդ դուպը եւ հերու բահենք զինք Հիսուսեն։ Թուք եւ ես նույն դուպի մեջն էինք։ Պետրոս Արաքյալն նույն դուպի մեջն էր։ Եվ բոլորը այդ դուպեն ելան եւ կդան նոր կյանք Հիսուսով։ Որևէ մեկը անմեղ կյանքեմը չի կար Հիսուսի հետևելու։ Ամենքը մեղ կործեցին եւ Աստծո փառքեն բացած են։ Ինչ որ այս ոճրակորձը ըրավ Հիսուս որպես Քրիստոս Աստծո օձյալը թավանիլ էր, բայց առանց խաչի։ Ինչպես Պետրոս ըրավ։ Ինչպես մենք շատ անգամ գնենք, երբ մենք կմերժենք կյանքի դժվարությունները, ասելով որ ասիգա օդար բան է եւ պետք է գապ ունենա քրիստոնեական կյանքի հետ։ Եվ Աստված ծևով մբարդավոր է մեզ վերցնելու կամ այդ տարաբանքը վերցնելու մեր վրա է։ Հիսուս չսավ ինձի հետևեցեք եւ կրնակ ձեր կյանքերն լավացնել եւ ձեր հոգին բահել եւ խաչը ըստ ցանկության։ Ընդհակառակը ասավ իր հետևորդներուն այդ խաչերու մասին, որ պետք է վերցնեն, ինչ կշահի մարդը, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իր անձը գործընծնի։ Այսինքն մեր պատմությունն է, որ կտեսնենք Քողգոթա այդ փլուրին վրա։ Եվ այդքան կնմանենք խաչին վրա այդ մարդուն, հավատքով, բայց խաչը մերժելով։ Կփողոքենք շատ մփաներու թեմ, անարդարություններու թեմ, անարդար պատիժներու թեմ, կբայքարենք, որ բոլորին իրավունքները պաշտպանենք եւ կտեսնենք ինչպես այդ ոճրակորձը բնտեց, որ ինք եւ իր ընկերը պետք է իջնեն Քրիստոսի հետ խաչեն, պետք է իրենց տարաբանքեն ելնեն։ Կսեր Հիսուսի, որ տուն եթե փրկիչ ես, ասանք պիտի անես։ Չի տեսավ, որ իր հույսը խաչեն ազատվելու մեջ չէր, այլ Հիսուսի շնորհքի մեջն է, այդ հիանալի շնորհքը, որ մեզի պես խեղճեր կազատե, կփրկե։ Հիմա մյուս ոճրակորձին պիտի երթամ, ավետարանը չսեր որ մեկ կողմը, որ մեկն էր, մենք ընդհանրապես կնախընտրենք Աչագոմյանս էլ, Ցախագոմյանս էլ, բայց ինչպես ավետարանը գրված է, հավանաբար առաջին ոճրակորձը Հիսուսի աջ կողմն էր եւ այս մեկը Հիսուսի ցախ կողմը։ Ամեն բարակայի իր առաջին խոսքերը իր ընկերոջը հանդիմանություն էր։ Ընկեր գսեմ, որովհետև հավանաբար ասոնք ընկեր էին եւ նույն ոճրին համար
ցերպակալվեցան եւ թադաբարդվեցան։ Իրենք գիտագից էին իրարու մասին, հանցանքի մասին, թեպետ այս երկրորդը ավելի գիտագից էր, թե իր ըրածներուն հետևանքը ինչ էր, ինչ պիտի ըլլար։ Եվ գսե իր ընկերոջը զգուշ եղիր, ինչ գսես, նույնիսկ հուսադրության մեջ ուշադիր եղիր։ Մի մոռնար, որ Աստված կա։ Աստված իր երկինքի մեջն է, ինքը չէ անհետացած։ Եվ ինչ որ գսենք եւ կնենք իր ներկայության մեջ է։ Լավ սորված էր Արագածի այդ նշանավոր խոսքը, որ իմաստության սկիզբը դերոջը վախն է։ Դերոջը վախը գար իր մեջ եւ գթարնա իր ընկերոջ եւ գսե որ տուն չես վախնար Աստուծո մե։ Երբ որ գխոսիս Աստված վգայ է, ուրեմն ճշմարտություն խոսիր, նախ տուն քեզի եւ յետքը ուրիշներուն։ Ինչու խոսենք գսե։ Մեր ոչրակորձություններուն համար չէ, որ հոսենք, բայց գբաճվինք մեր ըրածներուն համար, այս մարդը ոչ ճշմարտությունը խաղալիք դարձած է, ոչ ալ գխնդա Հիսուսի կամ իր ընկերոջ վրա։ Հոն խաչին վրա կախված, գիտեր, որ ժամանակը չէ, որ ցեվացնե, որ անմեղ է։ Ուզե որ իր ընկերը արթնա իր անհույս վիճակին իրականության մասին եւ թերևս փոխե իր գեցվածքը։ Այս մարդը ուրիշ բան մգսե, բանը որ ցույց կտա թե հավատքի ճանապարհին վրա է։ Թերևս ավելի խորավես հասկանալու թե Քրիստոս ինչ է, Քրիստոս ինչ ասել է։ Գսե մենք հոսենք, մենք տուն եւ ես հոսենք մեր ըրածներուն համար։ Բայց այդ մարդը բամը չէ ըրած, որ հոս արժանի է լա, հոսը լալու։ Ինք մաքուր է, ինք անմեղ է։ Իր կյանքովը կհաստատե թե մեղքին վարձքը արած են, բայց նաև գիտե թե Աստուծո ծրի բարգևը հավիտենական կյանք է Տերոջ Հիսուս Քրիստոսի ցերկով։ Հանդիմանել են վերջը կթարնա Հիսուսի եւ շատ բարձ ցևով իր վստահությունը, իր հավատքը կարտահայտե։ Հիշեզիս քու թակավորությունդ պիտի կա, քու կամքդ պիտի ըլլա երկինքը թե երկրի վրա։ Ես գիտեմ, որ թակավոր ես։ Ես գիտեմ, հիշեզիս երբ կաս։ Հավատքի խոսքեր են։ Հավատքի վկայություն է, որ մահը վերջին խոսքը պիտի չունենա, երբ Քրիստոս թակավոր մոտ է։ Գաղաչե, հակառակ իր բարեկամին, գաղաչե, բարեկամը կբահանչե, ինք գաղաչե։ Եվ գաղաչե ճշմարտության համեմատ, գաղաչե իրականության համեմատ, ոչ թե իր փափակներուն համեմատ։ Եվ ցույց կտա, թե մենք ինչպես մոտենալու ենք Տեր Հիսուսի, երբ հավատանք, որ ինք փրկելու կարողություն ունի։ Եթե կրնամ 4 բաժինով կամ 4 քայլով նկարագրել, նախ կսկսի Աստուծո վախովը, երկրորդ կտեսնե անմեղը
միակ անմեղը Հիսուս։ Երրորդ ինքզին կտեսնե որպես մեղավոր, իր մեղավոր իրականության մեջ։ Եվ չորրորդ գաղաչե, որ դերը ները իրեն և նոր կյանք տա։ Թերևս այս մարդուն բարեկամը մյուս կողմ կեցողը ուշադրություն գներ, վերջապես խոսակցությունը Հիսուսի երկու կողմերը կլային։ Երբ Հիսուս վերջապես իր բերանը կփանա, մեջեն կելեն հիանալի խոսք, հրաշալի խոսք կենաց, շնորհքի խոսք, նվեր բոլորին, որոնք հավատքով կմոտենան Հիսուսի փրկության համար։ Պիտի չմեռնիս, այլ պիտի ապրիս և ինձի հետ պիտի լաս թրախտի մեջ։ Այդ երկրորդ որժակորձ կսենք, բայց ինքը մարդ էր, երկրորդ մարդը հավելյալ բամը ստացավ Հիսուսի այդ օրը, անանգալմը։ Ոչ թե օրմը Քրիստոսի հետ պիտի լար, այլ այսօր ինձի հետ պիտի լաս։ Սիրելի քույր եղբայրներ, այս խոսքը և խոստումը մեզի համար է։ Այս նվիրական պահուն մենք ալ մեր սրտի մեջը այդ խոսքերը խոսենք։ Ով դեր հիշե մեզ, կվստահենք փրկության և նոր կյանքի խոստումիդ և կուզենք այսօր, այս վայրկյանեն ապրիլ այդ կյանքի մեջ։ Ամեն։